Ալիևը այդպես էլ չժամանեց Հայաստան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մարզահամալիրում հավաքված արտասահմանցի ու հայ բարձրաստիճան պաշտոնյաները բախտ ունեցան Ալիևին տեսնել, լսել տեսակապով։ Եվ ի զարմանս շատերի, Ալիևը ինչպես միշտ սկսեց վիրավորել հայ ազգին, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին անվանելով սեպարատիստներ, պատերազմական հանցագործներ։ Ալիևը նեղսրտած էր նաև Եվրոպական խորհրդարանից։ Ապրիլի 30-ին այդ կառույցը բանաձև էր ընդունել դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանների անօրինական կալանավորումը։ Եվրոպական խորհրդարանը պահանջում էր նաեւ անհապաղ ազատ արձակել նրանց։ Ադրբեջանի նախագահ նեղսրտած է, ասում է Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը։ Տարածելով զրպարտանք եւ սուտ պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելավոճ, քանի որ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Եվրոպական խորհրդարանը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին։ Thank you, Mr. President. Իդեպ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան մասնակցելու Բաքվում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Now we have peace with Azerbaijan. Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվրոպական խորհրդանի նախագահը արտահերթ ելույթ խնդրեց, հայտնելով, թե Ալիևի հայտարարությունները անարձագանք չպետք է մնան։ I think meetings with a degree of disagreements are. Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել, ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից եւ դրանց արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Միջազգային լրատվամիջոցները եվրոպացի պաշտոնյաներից են փորձում տեղեկանալ Հայաստանին կհաջողվի Եվրամիություն մտնել։ Կայա Կալասը, թե Հայաստանը ինքը կորոշի։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Ֆրանսիայի նախագահը, կարելի ասել զվարթնոց օդակայանից միանգամից հայտնվել էր Երևանի կենտրոնում։ Հանդիպումներ, տեսալուսանկարահանում անցորդների հետ, երևանցիները ծափողջներով են դիմավորում Ֆրանսիայի նախագահին։ Նախագահ Մակրոնին առավոտյան էլ մարզահագուստով նկատել էին Հանրապետության հրապարակում, 2 մեծ շների հետ։ Մակրոնը մինչև կմասնակցեր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, վաղ առավոտյան հասցրեց նաև վազել Երևանի կենտրոնում։ Մակրոնի նմանատիպ հայասեր վերաբերմունքին ամբողջ հայազգը տեսել էր նաև տարիներ առաջ։ Այն ժամանակ էլ Bonjour l'Arménie, je t'aime l'Arménie հայտարարելով Մակրոնը շրջում էր երևանյան փողոցներում, պարում նոր իշխանության եկած կառավարության ղեկավար անդամների հետ։ Թե ինչ եղավ հետո, հայ հանրությունը չի մոռացել։ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական էսկալացիա Ադրբեջանի կողմից, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստ, Արցախի հայաթափում։ Մակրոնը չէր պատկերացնի, որ օրինակ ժամանակին սիրով կարող էր գալ Հայաստան, բացատրում է թե ինչու։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտումն են։ Հայ քաղաքագիտական համայնքը տեղն ու տեղը արձագանքեց, պարզապես հիշեցնելով Մակրոնին, որ Ֆրանսիայի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում, թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին եւ թե Ֆրանսուଆ Օլանդը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։